2022 թվականի փետրվարի 1-ից ներդրված էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման բարեփոխումը ամենաարմատականը կարելի է համարել 2004 թվականին ոլորտում իրականացված բարեփոխումներից ի վեր։ Այդ մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի գործունեության մասին հաղորդման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Նա խոսել է նաև գազի հնարավոր թանկացման մասին։ Հաշվի առնելով գազամատակարարման համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայի պահանջները, գազամատակարարման համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների փոփոխությունները 25 թվականին վերանայվել են բնական գազի փոխադրման, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման սակագները։ Միևնույն ժամանակ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել և դրանք մնացել են անփոփոխ։ Ազգային ժողովի նիստի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պատգամավոր Գեգամ Նազարյանն իր մտահոգությունը հայտնեց այն առնչությամբ, որ տաքսի ծառայություններն անձրևի ժամանակ կարող են 4 անգամ բարձրացնել ծառայության գինը։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե երբ և ինչ միջոցներով է կարգավորվելու այդ հարցը։ Ի պատասխան մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեգամ Գևորգյանը պարզաբանեց, որ տաքսի ծառայության սակագինը ոչ թե անձրևի պատճառով է թանկանում, այլ պահանջարկի մեծացման։ 2025-ին ունեցել ենք բավականին բարձր արդյունքներ՝ 2 տրիլիոն 725 միլիարդ դրամի հարկային եկամուտներ և տուրքեր, որոնք 14%-ով ավելի են 2024 թվականից, գերազանցում են ծրագիրը, նաև այն կանխատեսումները, որոնք արվել են 2025-ին։ Այդ մասին էլ Ազգային ժողովում ՊԵԿ-ի 2025 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելիս ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Ունենք էական փոփոխություններ նաև հարկվճարողներին վերադարձված գումարների մասով։ Ընդհանուր 409 միլիարդ դրամ վերադարձ է տեղի ունեցել 4.2% աճով, որի մեջ էական դեր է ունեցել հատկապես հիպոթեկայի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձ ցուցանիշները 96 միլիարդ դրամ 39.4% աճ։ Հավելենք ներկայացված զեկույցներից և նախագծերի փաթեթների ընդունումից հետո Ազգային ժողովի նախագահ Արեն Սիմոնյանը 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանը հայտարարեց փակված։